Ողջույն սիրելի ընկերներ, Անտիֆեկի եթերում Խաչմերուկ պոդքասթի հերթական թողարկումն է եւ ինչպես միշտ ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Անցնող շաբաթվա կտրվածքով հետաքրքիր իրադարձություններ տեղ ունեցան, մասնապես Մերձավոր Արևելքում։ Մենք տեսանք, որ յուրահատուկ ռազմաքաղաքական բլոկ է ձևավորվում, նոր ռազմաքաղաքական բլոկ Մերձավոր Արևելքում։ Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան կնքեցին պաշտպանական պակտ, այսպես ասած, եւ պարոն Նահապետյան, այնպիսի տպավորություն է, որ տարածաշրջանի երկրները մենք տեսանք Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, նրանք համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցներ։ Տպավորություն է, որ իրենք հասկանում են, որ Միացյալ Նահանգների այդ անվտանգային անձրևանոցը Հովանոցը, այո, կամ հովանոցը այլևս չի գործում, եւ իրենք Իրանի աճող դերակատարման ֆոնին պարտավոր են որոշակի քայլեր ձեռնարկել եւ ըստ էության փորձ են անում որոշակի հակազդող ռազմաքաղաքական նոր դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության աճող դերի։ Վերոգրյալի մասին նաև վկայեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, երբ որ նա խոսում էր այդ Մեքքայի համաձայնությունների մասին, նա հայտարարեց, որ դա ուղղակի կապ ունի տարածաշրջանում Իրանի դերի ավելացման հետ։ Եվ հետևաբար հիմա հարց է առաջանում. սա արդյոք ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե հաշվի առնենք այն, որ նույն Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան հայտարարում են, որ այդ համաձայնագիրը որևէ մեկի դեմ չի։ Ես կարծում եմ, որ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սա նշանակալի գործողություն է, այս դաշինքի ստեղծում։ Իհարկե բանակցությունները ավելի վաղ են սկսել, կարելի է այսպես ասել, բայց ինչով է նշանակալի։ Այդ քո ասած անձրևանոցի ասած հովանոցը ամերիկյան այլևս մեծ անցքեր ունի։ Այո։ Հիմա արձանագրենք նախ Թուրքիա, Սաուդյան Արաբիա։ Իհարկե, երկուսն էլ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Եվ նույնիսկ ես կասի էին ինչ-որ ժամանակ հետո։ Գոնե այդ դաշինքը դրա մասին է խոսում, Մեքքայի համաձայնագիրը։ Բայց երկուսն էլ հավակնում են սուննի մահմեդական աշխարհում լինել առաջնորդող։ Ինչու՞։ Թուրքական ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը հավակնում է այդ դերին այն պատճառով, որ մի քանի 100 տարվա Օսմանյան կայսրությունը դա իր հիմքում ունեցել է նաև հոգևոր առումով սուննի մահմեդականության եւ այդ կրոնը դավանող ժողովուրդների համակեցությամբ մի մեծ տարածքում պետության արկայություն։ Այսինքն Թուրքիան ասում է, ես եմ այն պետությունը, որ Մուհամմեդ Մարգարեի կողմից ստեղծված խալիֆայությունը, որ հետո փլուզվեց, մեծ հաշվով դրա իրավաքաղաքական ժառանգորդը ես եմ եւ հետեւաբար ես պետք է հավակնեմ այն ավագարդի դերում ոչ միայն Թուրան պետության, այսինքն թուրքական ցակում թուրքերեն եւ սուննի մահմեդական, այլև ընդհանրապես անկախ ազգային պատկանելությունից սուննի մահմեդական ժողովուրդների հավաքման մի միավորի ավանգարդում պետք է լինեմ ես Թուրքիայի կեցված կեսուր դա է։ Եվ որի առանցքներից մեկը դա թուրքական պետությունների կազմակերպությունն է։ Դա ինքը արդեն մի սուարուն է տալիս Թուրքիայի հավակնություններին։ Բայց այդտեղ հիմնականում իբր թուրքական ցակում ունեցողներն են։ Իսկ Թուրքիան հավակնում է ընդհանրապես սուննի մահմեդական ժողովուրդների դրոշի ներքո հավաքելու։ Հիմա Թուրքիային գործնականում մրցակցում է մեկ այլ պետություն, եւ դա Սաուդյան Արաբիան է։ Ինչու՞։ Սաուդյան Արաբիան ասում է, որ Մուհամմեդ Մարգարեի ծննդավայրի հաղթանակների եւ իր թաղման վայրը այդ
սրբությունները ուղղակիորեն կապվում է այդ տարածքի հետ, որը այսօր մենք գիտենք որպես Սաուդյան Արաբիա պետություն։ Խոսքս Մեքքայի եւ Մեդինայի մասն է։ Այսինքն այստեղից հետևություն, որ այդ երկու պետությունները առաջնորդության առումով իրենք մրցակիցներ են, բայց այդ դեպքում ի՞նչն է իրենց միավորել։ Հիմա երրորդ պետության նայենք։ Իրականում, ասենք Պակիստանը հիմնականում սուննի մահմեդական երկիր է, բայց այնտեղ եւս շիաներ կան, որոնք համակեցությամբ իդեպ բնակվում են սուննի մահմեդականների հետ։ Պակիստանի ֆենոմենը կայանում է ինչու։ Նա իսլամ աշխարհում, մահմեդական աշխարհում միակն է, որը միջուկային տերություն է։ Սա ինքնին գործուն է։ Եվ հետեւաբար, երբ մենք նայում ենք, կարծես թե ուրվագծվում է սուննի մահմեդական երկրների համադաշնություն, ընդ որում բնականաբար ռազմական առումով։ Ով է այդտեղ նախաձեռնողը կամ ով է թելադրողը կամ ով է ավանգարդում։ Սովորաբար տարբեր գնահատականներ կան, հիմնականում վերլուծաբանները, փորձագետները գնահատում են, որ դա Թուրքիան է։ Ես այլ կարծիք ունեմ։ Ես կարծում եմ դա Պակիստանն է։ Որտեւ եթե նայենք մերձարու արևելքում, մասնապես ծոցի երկրներում ուժերի հարաբերակցությունը հետեւյալն է։ Միացյալ Նահանգները դրա մասին խոսենք, աստիճանաբար այդ տարածաշրջաններից դուրս է գալիս։ Պարսից ծոցի երկրներից իր ազդեցությունը թուլացել է, արաբական աշխարհում թուլացել է։ Իրանի հետ հակամարտությունում վստահաբար պայմանները հիմնականում, եթե պայմանագիր կնքվի, դա Իրանի կողմից թելադրվող պայման են եւ ոչ թե ԱՄՆ-ի։ Եվ այստեղից կարելի ասել, որ Պակիստանը հիմա բավականին սերտ տնտեսական, ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցություն իրականացնում երկու պետության հետ։ Ընդ որում այդ երկու պետությունները թուրքական աշխարհի հետ որից աղերս չունեն։ Խոսքս մեկը Չինաստանն է առաջին հերթին, երկրորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Պատական չէր Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները ամենաբարձր մակարդակով սկսեց ոչ ավել ոչ պակաս Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Եվ միջնորդներ այդ երկրի եւ նախագահն էր եւ զինված ուժերի հրամանատարը, շտաբի պետը, այսպես ասենք։ Եվ այստեղից ես կարող եմ որոշակի հետևություններ անել, որ այստեղ առաջին ջութակ հիմնականում Պակիստանն է խաղում, այսինքն գործոնը միջուկային տերություն լինելու հանգամանքն է։ Ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգները այդտեղ էր ոչ միայն որպես տնտեսական հզոր պետություն, այլ առաջին հերթին որպես միջուկային տերություն։ Եվ այսօր ընդհանրապես, ասենք, ցանկացած այս турբուլենտ վիճակում, որ երկիր մոլորակ գտնվում է, սովորաբար թույլ պետությունները փորձում են դաշնակցել առավել մտերմանալ որ պետությունների հետ։ Առաջին հերթին, որոնք միջուկային տերություն են։ Այո։ Եվ դրա լավագույն ցուցիչը ինձ համար շատ հետաքրքիր է։ Միջուկային տերություն հանդիսացող Հյուսիսային Կորեան է, որը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որով Հյուսիսային Կորեան մտնում է Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո։ Սա ցուցիչ է, չէ՞։ Այսինքն միջուկային տերությունը անգամ եթե ինքը վտանգներ է զգում Միացյալ Նահանգներից, առավել հզորի հետ դաշնակցել, իսկ առավել հզորը այսօր երկիր մոլորակի վրա որպես թիվ 1 միջուկային գերտերություն դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ուրեմն հետեւաբար այդ Դաշնությունը Մեքքայի համաձայնագիրը իր հիմքում դրել է ինչը ոչ թե սուննի մահմեդական լինելու հանգամանքը, այլ դրել է միջուկային տերության տանիքի ներքո։ Ես կարծում եմ, որ այդ Մեքքայի համաձայնագրի նաև այլ պետություններ են միանալու, մասնավորապես օրինակ հաջորդը կարող եմ ենթադրել դա Եգիպտոսն է լինելու։ Եվ եթե արձանագրենք, որ կարճ ժամանակ հետո, երբ Միացյալ Նահանգներ եւ Իրան համաձայնագիրը ստորագրվի եւ Իրանը այնուամենայնիվ էս տարուկես Միացյալ Նահանգների հետ ռազմական արճակատումից եւ Իսրայելի հետ չկանգնեց իր միջուկային ծրագրերից, ապա այստեղից կարող ենք արձանագրել, որ կարճ ժամանակ հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս դառնալու է ինչ միջուկային տերություն։ Ահա։ Այսինքն հիմա մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերակատարման թուլացմանը տեղը, ասում եմ, սուրբ տեղը դատարկ չի լինում, չէ՞, այդ տեղը վերցնելու են առաջին հերթին միջուկային տերությունները։ Այ ոնց որ վերցրեց Պակիստանը։ Շուտով որոշակի ազդեցությամբ նաև վերցնելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ես կարծում եմ, այս համաձայնագրի ուրեմն նպատակը հետևյալն է, եւ սա ազդարարում է Միացյալ Նահանգներ որպես գերտերության նահանջը մասնավորապես իր համար ստրատեգիական նշանակություն ունեցող նավթարաճ շրջաններից, ծոցի երկրներից,
հարուստ գազային պաշարներ ունեցող կատարից եւ աշնանաբար, ինչպես ասում են, ոնց որ թե իր ընթացքը դեպի արևմտյան կիսագունդ է գնալու։ Դա մի օրում իհարկե եւ մի տարում չի լինելու, բայց գործընթացները այնուամենայնիվ բերում են այդ իզրահանգման։ Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացրած գործողություն շատ կարճ եւ շատ արագ կարողանալով հաջողություն գրանցել եւ ըստ էության շատերի գնահատմամբ Իրանի հարցում Միացյալ Նահանգների ռազմավարական սխալն այն էր, որ իրենք համատում էին դա Վենեսուելայի հետ, չխորանալով արևելյան, այսպես ասած, մենտալիտետի մեջ, չխորանալով Իրանի Իսլամական Հանրապետության կայացվածության եւ պետության կառուցվածքի մեջ եւ փաստացի անգամ ռազմաքաղաքական եւ հոգեվոր վերնախավի որոշակի հատվածի ֆիզիկական ոչնչացումից հետո նրանք չկարողացան հաջողության հասնել այս ամիսների ընթացքում, դա արդեն իսկ ակնհայտ է եւ անգամ հիմա Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրենք չունեն բավարար չափով հրթիռներ կամ զինանոց, որպեսզի շարունակեն ռազմական գործողությունները։ Այս ֆոնին հետաքրքիր է Իսրայելի դիրքավորումը, որը որ հիմա ակտիվ է առավելապես Լիբանանում եւ Գազայի հատվածում։ Կարծես թե իսրայելական կողմը նույնպես գոնե այս պահին փորձում է խուսափել հարվածից Իրանի նկատմամբ։ Այստեղ գիտեք ոնց հիմա ուշադրություն դարձնենք Միացյալ Նահանգների քայլերը գնահատենք, հա, որովհետև այնուամենայնիվ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների համար ստրատեգիական խնդիրը դա Չինաստանն է եւ Չինաստանի տնտեսությունը, որ իրեն թիվ 1 մրցակիցն է։ Ընդ որում այդ մրցակցին կարելի է հաղթել, եթե մրցակցի տնտեսությանը հասցներ մահացու հարված։ Այդ մահացու հարվածը դա նավթն էր, որտեվ Չինաստանի տնտեսության համար անհրաժեշտ հոսանքի արտադրության առողջի բաժինը նավթից է, նավթով է, ծոցի երկրների եւ առաջնորդին Իրանի կողմից վաճառվող նավթն է, իհարկե Ռուսաստանն էլ կա գազնավթ, բայց առողջի բաժինը այստեղ է եւ հետեաբար Միացյալ Նահանգների ստրատեգների հաշվարկը նա էր, որ եթե Չինաստանի տնտեսությունը թուլացնելու կամ ծնկի բերելու իրենց քայլերը ուղղակիորեն կապվում են Իրանի հետ խնդիրներ առաջացնելով, այդտեղ համադրվեց եւս մեկ պետության շահերի Իրանի նկատմամբ խոսքս Իսրայելի մասն է։ Այսինքն այստեղ երկու ռազմավարական դաշնակից պետություններ Իսրայել, Միացյալ Նահանգներ ունեին ընդհանուր թշնամի, բայց տարբեր խնդիրներ։ Ամեն մեկը Իրանից տարբեր բաներ էր ուզում։ Եթե Իրանի եւ ծոցի երկրների նավթի եւ կոմունիկացիաների վերահսկողությունն էր ԱՄՆ-ի նպատակը, ապա Իսրայելի նպատակը մեծ Իսրայել ստեղծման ճանապարհին, որը ի դեպ պետք է լիներ Նեղոսից մինչև Եփրատ, պատկերացնում եք տարածքը, Եգիպտոս, Եգիպտոսի մի մասը եւ այդպես Եփրատ մինչև Թուրքիայի մի մասը։ Այսինքն մտնել հայկական բարձրավանդակ։ Եվ այդ առումով շահերը տարբեր էին, բայց թիրախը նույնն էր, թիրախը Իրանն էր։ Հիմա երբ Միացյալ Նահանգները ակնհայտ է, որ նահանջում է այսօր էլ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ Իրանը չի կրկի եւ ԱՄՆ Իրան պայմանագիրը կնքվելու է Իրանի պայմաններով, ընդ որում այդ պայմանները կապվում է եւ Հորմուզի նեղուցի հետ, կապվում է եւ փոխհատուցման հետ ռեպարացիայի ծոցի երկրներում ամերիկյան բազաների դուրս գալու, Լիբանանում ցախալի դուրս գալու, պատերազմը կանգնեցնելու եւ սա այո Իրանի պահանջներն է, ակնհայտ է։ Եվ հիմա տեսեք, եթե Միացյալ Նահանգները դուրս է գալիս, Միացյալ Նահանգները փաստացի ինքը արձանագրում է, որ Իրանի պայմանների կատարում իր համար սկզբունքորեն պարտություն է, բայց դա կապիտուլյացիա չի, ինքը չի կարող չհամաձայնվել այդ պայմաններին։ Ճիշտ է, ԱՄՆ նախագահ պարբերաբար ասում է, որ Հորմուզ նեղուցի հսկողությունը իրենն է պատկանում, բայց դա իրականությունից հեռու գնահատական է։ Արտաքին շրջափակումը ծոց մտնելու, այո, Միացյալ Նահանգների ավիակիրներն են, բայց դա վաղ թե ուշ դուրս են գալու։ Հիմա այստեղ ուշադրություն դարձրեք մի կարևոր հանգամանքի վրա։ Եթե Իրանի հետ այնուամենայնիվ Միացյալ Նահանգների ինչ-որ պայմանագիր կնքում է, սա Իսրայելի շահերին ուղղակիորեն հարվածում է։ Եվ հարվածում է Իսրայելի ներկայիս վարչակազմի եւ վարչակազմի գլուխ անցածող վարչապետ Բենյամին Նետանյահուի ամիջական իր կարգավիճակին եւ իր ֆիզիկական գոյությանը։
Այստեղից հետևություն, ինչպես Միացյալ Նահանգները հիմնավորի, որ ինքը այլևս Իրանի դեմ պատերազմելը անիմաստ է, ոչ թե որ ինքը իր դաշնակից Իսրայելին գցում է, այլ ուղղակի ինքը չի էլ կարող։ Եվ ձևը գտել են, գիտեք, ընդ որում մի կրակոցով երկու նապաստակի է Միացյալ Նահանգները խփում, նաև Ուկրաինայի հարցով։ Ասում է հրթիռներս բավականին քիչ են։ Չունեմ, հա։ Քիչ է, ինքը չի ասում չունեմ, քիչ է, եւ բավարար չի, ինչ էլ ունեմ ինձ համար է։ Եվ կարծես թե լուծումը գտել է։ Իրանին հարվածելու համար պաշարը քիչ է եւ երկարատև պատերազմի ռեսուրս չունի, Իսրայելը այստեղ ոչինչ չի կարող ասել, եւ երկրորդ Ուկրաինայի պահուշացություն դարձրեք, կարծես թե անուղակի Միացյալ Նահանգների քայլը Ռուսաստանի Դաշնությանը մեծ նվեր է, որտեղ շուրջ արդեն 1 ամիս է Ուկրաինայի երկինքը ամբողջովին բաց է ռուսական բալիստիկ եւ թեւավոր հրթիռների համար եւ ռեակտիվ շարժիչով անօթաչու թռչող սարքերի համար։ Այսինքն ցանկացած թիրախի ռուսական կողմը ընդ որում մեծ ինտենսիվությամբ եւ մեծ քանակով հարվածում է։ Ես հիմա կարող եմ ենթադրել, բայց այդ ենթադրությունը էական չի, փաստը մնում է փաստ, արձանագրում ենք, որ Միացյալ Նահանգների հրթիռների ոչ բավարար քանակը հնարավորություն է տալիս մի կողմից Իրանի հետ կնքել ինչ-որ պայմանագիր մինչև նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որով ԱՄՆ նախագահ ասում է, այդպես պատերազմը կանգնեցրեցի, մենք հաղթեցինք, էական չի ինքը ոնց կձևակերպի։ Փաստը մնում է փաստ, որ պատերազմը կանգնել է։ Այս առումով Իսրայելը իսկապես տուժում է։ Մյուս կողմից Ուկրաինան իր համար մեծագույն գլխացավանք էր եւ Ուկրաինային ինքը չի օգնում, որտեղ հրթիռներ ինքը չի տալիս։ Իդեպ մի պահ եղավ, երբ խոստացավ հրթիռների արտադրության տեխնոլոգիաները տալ, հետո շատ արագ հետ կանգնեց, եթե հիշում եք, Ուկրաինայի մասն է խոսքը։ Հիմա այստեղից գալիս ենք հաջորդ հետևությանը, որ Միացյալ Նահանգներին այնուամենայնիվ պետք է եվրասիական տարածքում բոլոր բախումները կանգնեն եւ իր ամբողջ ռեսուրսային բազան լինի տնտեսական, լինի ռազմական, լինի հետախուզական, լինի քարոզչական, ուղղված լինի մեկ պետության դեմ, դա Չինաստանն է։ Այնինչ հիմա Չինաստանը արերևույթ Իրան ԱՄՆ ռազմական բախման մեջ չի մասնակցություն չունի։ Բայց ինչպես ռուսերեն ասում են, ի ежу ясно, որ Իրանի ամեն օր պակասող անօթաչուները ռմբահարված ամերիկյան ավիակիրների վրայից հրթիռներով, հոբ համակարգերը, քրիտիկական ենթակառուցվածքները եւ այլն, բայց ինչպես ասում են, ոչնչացվում է, ԱՄՆ-ը ողջևորում է, որ փաստացի ոչնչացել, մեկ էլ տեսնում են նորից ունի փոխ լրացվել է, այսինքն այստեղ Չինաստանի դերը ակնհայտ է, հա։ Նաև կարծում եմ որոշակի առումով ռուսները ես հոպի համակարգն է, որտեվ ինքնաթիռներ են խոցվել ամերիկյան եւ արդեն ամերիկացիները այդ ժամանակ իմացան, որ այս 300-400 հստակ աշխատել են, որտեվ ասենք եթե 300 կիլոմետրի վրա ինքնաթիռ է խփում հեռավորության, դա ռուսական S400-ն է, այդ 400-ը 300-ը ու առավելագույն -50 կիլոմետր են հեռավորությունն է, որը ցույց է տալիս, որ այդ համալիրը կարող է խոցել օդային թիրախ, ասենք ինքնաթիռ։ Եթե 300 կիլոմետրի վրա իրանական կողմից խոսվում է ամերիկյան ինքնաթիռ, սա նշանակում է, որ աշխատել է, իսկ Իրանը ինքը չունի այդ հեռահարության գործող հրթիռներ։ Այդ նշանակում է, որ ռուսական S400 է այդտեղ կանգնած։ Հիմա այստեղից հետևություն, որ իսկ սա եւս որոշակի առումով պրոքսի պատերազմ է։ Կարող ենք ասել։ Այո, հիմա գիտեք, արձանագրենք հետեւյալ իրողությունները։ Իրողությունը հետեւյալն է։ Միացյալ Նահանգները արձանագրում է այն իրողությունը, որի մեջ հիմա ինքը կա։ Իսկ իր համար ստրատեգիական խնդիր Չինաստան դեռևս օրակարգում է, Թայվանի խնդիր կա, որը ինչ-որ ժամանակ հետո վստահաբար ինքը բարձրաձայնել է դրա մասին գործնականում։ Գրենլանդիան իրեն միացնելու խնդիր կա։ Եվրոպայի տնտեսությունը բարեհաջող պայմանավորված թե ոչ Ռուսաստանի հետ միասին այդ տնտեսությունը, ինչպես ասում են, ծնկի բերեցին որպես մրցակից։ Եվ հիմա Միացյալ Նահանգները իշխանության ներկա վարչակազմի իշխանության վերարտադրության խնդիր ունի։ Իսկ այդ վերարտադրության առաջին քայլը նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են։ Դեմոկրատները բավական լուրջ պատրաստվել են, եթե տեսականորեն նայենք, եթե դեմոկրատները հաղթեն, ես չեմ բացառում, որ
Տրամպը հաշվի առնելով եւ իր խառնվածքը եւ այն էլիտան, որ իր հետևում կանգնած է, չեմ բացառում, որ ԱՄՆ թաղվի բավականին լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ, որի անունը հետո կարող է վերաճել, գիտեք ինչի, քաղաքացիական պատերազմի։ Այսինքն մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ցանկացած պետություն, որը փորձում է լինելով թույլ, չպաշտպանված կամ լուրջ սպառնալիքներ նետված այդ պետության, ինքը փորձում է միջուկային ինչ-որ հովանոց գտնել, որ դրան ներքո գտնի, բայց բարձում է, որ Միացյալ Նահանգների հովանոցը լավագույն դեպքում աշխատում է իր մայրցամաքում, արևմտյան կիսագնդում, արևելքում այստեղ մրցակիցները եւ նման հնարավորություն ունեցողները այնքան շատ են, որ ինքը փաստացի ընկրկեց եւ հետեւաբար սա մեզ համար կոնկրետ ես ինչու եմ փոքր ավելի մանրամասն ասում, մեզ համար ինչ որտեղ սա նաեւ դաս է, որտեվ եթե Թուրքիան ինքը ձգտում է ամերիկյան հովանոցից դուրս գալ եւ հայտնվել մեկ այլ հովանոցի ներքո, իսկ Հայաստանը այսօր որոշում է կայացրել, ես կարող եմ ասել այսպես իր վարող քաղաքականության միջոցով հայտնվել երկու հովանոցի ներքո, մեկը թուրքական հովանոցն է, մյուսը ամերիկյան հովանոցը, ապա այս երկու հովանոցներն էլ կարծես թե մեզ այդքան էլ շահեկան չեն, որտեղ ամերիկյան հովանոցը այս տարածաշրջաններից աստիճանաբար դուրս է գալիս, թուրքական հովանոցը ինքը չլինելով միջուկային տերություն մտնում է Պակիստանի հովանոցի ներքո։ Իսկ Պակիստանը դաշնակից է արդեն միջուկային տերություն Չինաստանին եւ 5 րոպե պակաս միջուկային տերություն Իրանին։ Իրանը եւ Չինաստանը դաշնակից են պարս թվաբանությունը, Ռուսաստանը դաշնության, այսինքն ակնհայտ է, չէ՞, եթե պարս թվաբանություն կամ հաշվարկ արվի, Հայաստանի տեղը որտեղ է։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում վարում է քաղաքականություն, որ այդ տրամաբանությունից դուրս է։ Պարոն Ապետյան, դուք նշեցիք, որ 5 պակաս ըստ էության Իրանը միջուկային տերություն է։ Հիմա հարցը հետեւյալն է. Եթե Իրանը այնուամենայնիվ որոշում է, որ պետք է արդեն ստեղծի իր իսկ անվտանգության համար, իր էգզիստենցիալ գոյությունը ապահովելու համար, հայտարարի, որ մենք չէինք ուզում, բայց այս վերջի պատերազմը հարձակումները մեզ ստիպեցին գնալ այդ քայլին եւ այդ գործողությունը իրականացնի, ստեղծի ատոմային ռումբ։ Դա արդյոք շղթայական ռեակցիա չի առաջացնելու տարածաշրջանում, որ մնաց սաուդիտները, թուրքերը, նրանք եւս ստեղծեն կամ սկսեն ծրագիր միջուկային զենք ստեղծելու համար։ Միանշանակ այդպես է եւ որից է պետության Մեր համար ինչ վտանգներ դա բերելու։ Գիտեք, մեզ համար դա որից ձևով Այսինքն մենք արձանագրենք, որ ցանկացած պետություն, երբ որ ուժերի հարաբերակցություն է փոխվում, եւ այսօր պետության տարածքային ամբողջականություն ինքնիշխանության 100% երաշխիքը դա միջուկային տերություն լինելու գործոնն է։ Դեկլարացիաները որտեղ չեն գործում։ Այսինքն միջազգային իրավունքը ՄԱԿ-ը սկզբունքորեն եւ այն կոնվենցիաները, որ կան, դա իսկապես չի գործում։ Նո գործում են այնքանով, որքանով ձևի մեջ է, էլի բովանդակությունը բան է, այդպես ազգերի լիգայի նման։ Այո, ճիշտ է։ Եվ հետեւաբար ցանկացած պետություն ձգտելու է։ Օրինակ հիմա այս վերջերս պատական է արդյոք, որ արաբական աշխարհում Միացյալ Նահանգների ամենահավատարիմ դաշնակից Էմիրատները Միացյալ Նահանգների հետ կնքել են պայմանագիր, ըստ որի Միացյալ Նահանգները տրամադրում են միջուկային տեխնոլոգիաներ Էմիրատներին, Ոսի վերջիններս, ասենք, ատոմականների ցանց գցի, միջուկային խաղ ատոմի հետազոտություններ անի եւ այլն։ Օրինակ ինձ համար ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները պատրաստում են Պակիստանին հակակշիռ, Պակիստանին, եւ դա Թուրքիան չի, Թուրքիայով չի հակակշիռ ստեղծել, որովհետեւ Թուրքիան այսօր Պակիստանի հետ արդեն դաշնակցել է, չէ՞։ Հակակշիռը Պակիստանին արվել է ումով, Էմիրատներով։ Այսինքն Վաղաչեմսուրը, եթե Էմիրատները, Վաղաչեմսուրը կարող է 1-2 տարի, չգիտեմ, ես դժվարում եմ գնահատել, արդեն գուշակություն դաշտ կլինի, բայց որ գործընթացը Միացյալ Նահանգները սկսել է Էմիրատների հետ, ինձ համար ակնհայտ է, որ Էմիրատները ինչ որ մի պահի, միգուցե դա կլինի այն ժամանակ, երբ Պակիստանը հայտարարի, որ միջուկային տերություն է, եւ փորձարկում անի։ Ասենք կարող է 1-2 շաբաթ հետո մեկ էլ պարզի, որ Էմիրատները եւս միջուկային տերություն է։ Եվ աշխարհի ուժերները հավասարությունը պահելու համար միշտ իրենց ոչ բարեկամ երկրների
միջուկային տերություն դառնալու գործոնը հակակշռում են իր դաշնակիցներին միջուկային տերություն դարձնելու գործոնով։ Այդպիսի լավագույն փաստը դա Պակիստան-Հնդկաստանն է։ Այսինքն այնպես չէր, որ այդ պետությունները այսպես նույն զուգահեռությամբ միջուկային հետազոտություններ էին անում, հետո գիտնականներ եկան են ընդհանուր հայտարարել, որ 5 րոպե պակաս պետք է միջուկային տերություններ, մեկ էլ հայտարարեցին, որ երկուսն էլ միջուկային տերություններ։ Ակնհայտ էր, որ մեկի միջուկային տերություն լինելու հանգամանքը ուղղակիորեն պայմանավորվում մյուսով։ Ես դրա համար եմ ասում, Պակիստանի եւ 5 րոպե պակաս Իրանի միջուկային տերություն լինելու հանգամանքը ուղղակիորեն պայմանավորված կլինի Էմիրատների միջուկային տերություն լինելու ապագա գործոնով, եւ որի գործընթացը ընդ որում Միացյալ Նահանգները արդեն սկսել է։ Նույնը Սաուդյան Արաբիայի հետ կնքվեց ըստ էության այդ խաղաղատոմի համաձայնագիրը։ Ուրեմն հիմա գիտեք ինչ, միջուկային տերությունը կամ միջուկային զենքը ինքը զսպիչ գործոն ունի։ Դա մեկ անգամ Միացյալ Նահանգները կիրառեցին, հա, բայց 45-ից առ այսօր արդեն անցել է մոտ 80 տարի, 81 տարի։ 81 տարի։ Այո։ Միջուկային զենքը ինքը զսպիչ գործոն ունի։ Բայց որ միջուկային տերություն դառնալը ցանկացած պետության ցանկությունն է, թեև կա օրինակ միջուկային զենքի չտարածման միջազգային համաձայնագիր, որի տակ օրինակ նաև Հայաստանի Հանրապետությունն է ստորագրել, հա։ Օրինակ Իսրայելը չի ստորագրել։ Օրինակ Իրանը ստորագրել է, հետաքրքիր է, էլի։ Բայց նույնիսկ եթե դու ինչ-որ պարտավորություններ ունես, բայց քո երկրի շահը քեզ ստիպում է, որ դու այնուամենայնիվ դառնաս միջուկային տերություն, ես կարծում եմ, որ այդ ստորագրությունը քեզ համար այլևս առ ոչինչ է լինելու։ Եվ այս միջուկային մրցավազքը իշխանով երկիր մոլորակի ընդհանուր խաղաղությանը կնպաստի, ես դժվարանում եմ ասել։ Միգուցե նպաստի, բայց խնդիրն է, թե այդ միջուկային զենքը իշխանով է վերահսկելի այդ պետության համապատասխան կառույցների կողմից։ Հիմա պատկերացրեք տեսականորեն Միացյալ Նահանգներում ինչ որ ժամանակ հետո այս տարվա վերջում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է եւ մյուս տարի լարումները այնքան են մեծանում, որ քաղաքացիական պատերազմ է սկսում տեսականորեն։ Օրինակ դա լրջագույն մարտահրավեր է աշխարհին, որտեղ այդ ժամանակ բաց չէ, միջուկային ճամպրուկները ում մոտ են հայտնվելու։ Հայտնվելու են, ասենք, ինչ-որ ավանտյուրիստների, ինչ ուժերի, ովքեր են այդ ուժերը, ումն են վերահսկում, ովքեր են իրենց վերահսկում, արդյոք իրենց վրա վերցած պարտավորությունները կատարեն, արդյոք Միացյալ Նահանգների պետությունը, եթե հանկարծ մասնատվի տեսականորեն այդ միջուկային զենքի տեր նաև այլ երկրներ եւ այլ ուժեր չեն ցանկանա դառնալ։ Այսինքն բազմաթիվ հարցեր են գալիս, որ իսկապես հիմա մի կողմից միջուկային զենքը ինքը կանխարգելի չէ, գործոն է, բայց մյուս կողմից այս турբուլենտ վիճակում, երբ նոր աշխարհի ծնունդն է, այստեղ վտանգներ կա, ավելին ասեմ, Ուկրաինան օրինակ միշտեղ Ռուսաստանին, այսպես ասենք, կեղտոտ միջուկային ռումբի հարվածով սպառնացել է։ Կեղտոտ միջուկային ռումբը դա ատոմականներում աշխատած ուրանի թափոնների հիման վրա ուրեմն ռումբի ստեղծումն է, հա։ Այն էֆեկտը իհարկե չի տալիս, բայց իհարկե ռադիացիոն ֆոնը ապահովում է։ Այնպես որ մենք ապրում ենք այսպես ցնցումների ժամանակաշրջանում եւ Հայաստանի ոչ միայն իշխանությունը, այդ իշխանությունները անցողիկ են, հիմնականում իր էլիտան եւ ժողովուրդը պետք է գնահատի մեր ֆիզիկական անվտանգությունը արկա, իսկ առարկայական մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունենք մենք գոնե նվազագույն Ադրբեջանից, դա չեզոքացնելու համար որտեղ պետք է լինի։ Ինչ որ պայմանագրեր թղթի կտորներ կտրելու, ստորագրելու, բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու հիմնավորմամբ, թե գործնականում այդ սպառնալիքը չեզոքացվի քո այն դաշնակցի միջոցով, որը միջուկային տերությունը եւ ցանկացած ժամանակ պատրաստ է քո տարածքային ամբողջականությունը, եթե արտաքին լուրջ ագրեսիա լինի, նաեւ պաշտպանել։ Պարոն Ապետյան, դուք նշեցիք Իսրայելի մասին, որը որ չէր ստորագրել այդ համաձայնագիրը, շատերի գնահատմամբ Իսրայելը ունի մինչև 90 մարտագլխիկ միջուկային զենքի, եւ այստեղ հարց է առաջանում, Իսրայելը նույնպես փոքր պետություն, նույնիսկ Հայաստանից փոքր, հա, եթե չհաշվենք իր կողմից օկուպացված տարածքները, ինչպես կարող է այդ տարածքով փոքր պետությունը ստեղծել այդպիսի ռումբ։ Իսրայելին ժամանակին թույլ տրվեց ստեղծել,
օրինակ ասենք եւս մի պետություն ունեցել է միջուկային մի քանի մարտագլխիկով ռումբեր, բայց որը հետո այդ ռումբերը խլվել են։ Խոսքս օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետության մասին է։ Դա միջուկային տերություն է եղել։ Հետո այդպես Բրիտանիային պետք էր այնտեղ ադամանդի հանքերի մեծ մրցակցություն կար եւ այդ պետության սպիտակ ղեկավարները, որոնք ժամանակին մի քանի 100 տարի առաջ Հոլանդիայից եկած վերաբնակիչներն էին, որոնց բուրեր էին ասում, իրենք կարողացել էին իսկապես Հարավաֆրիկյան Հանրապետություն դարձնել միջուկային տերություն։ Մի քանի ռումբ իրենք ունեին, բայց ուղղակի Բրիտանիան այնպես արեց, որ այլևս այդ երկիրը չդարձավ գործնականում միջուկային տերություն, ունենալով այդ ռումբերը, հետո դա հարցերը լուծվեց, ազատագրական շարժումներ, եթե հիշում եք Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ այլն, բոլորը այդ սպիտակ բուրերի իշխանությունը վանանելու համար, չեզոքացնելու համար էլի։ Հիմա խնդիրը գիտեք որն է, եթե այսպես միջուկային տերություն դառնալու առաջին քայլը օրինակ ատոմակայանն է, գիտեք։ Իսրայելին թույլ տրվեց դառնալ միջուկային տերություն, մեկ, երկրորդ Իսրայելի այդ երկրի զավակները, որոնք կարող է Իսրայելի քաղաքացիներ չէին, տարբեր երկրներում, հզոր պետություններում բավական լուրջ պրո-իսրայելական լոբինգներ էին ստեղծել, գիտնականներ կային, ընդ որում առաջին էշելոնի գիտնականների մի մասը այդ ոլորտում միջուկային հետազոտություն դեն հрьяաներ են։ Այսինքն շատ բնական էր, որ այդ հрьяաները ձգտեին, որ իրենց պետություն նորաստեղծ պետությունը դառնա միջուկային տերություն, հա։ Դրան նպաստեց Միացյալ Նահանգների ցանկությունը։ Եթե Միացյալ Նահանգները չցանկանար, որ Իսրայել միջուկային տերություն դառնա, չէր լինի, այո։ Վստահաբար չէր լինի։ Այսինքն այստեղ շահերի լուրջ համադրում կար։ Հիմա օրինակ ինչու է Ադրբեջանը եւ Թուրքիան նախանձախնդիր, որպեսզի Հայաստանը փակի իր ատոմակայանը։ Ար երևույթ դա ատոմակայանը մեր հոսանքի սպառման կարիքների անհրաժեշտության 1/3-ն է տալիս։ 1/3-ը Երևանի ջեկն է տալիս, 1/3-ը հեկեր եւ երկու օր առաջ Ալևը եւս կեցված դրսևորեց կոնկրետ ատոմակայանի պահով մի քանի կարևոր մեզ համար շեշտադրումով մտքեր ու գնահատականներ տվեց, վերարծացեց, այսինքն դա նոր բաներ չէր, բայց ատոմակայանի պահով ինչու է անդադ գիտեք իրենք հիմնավորում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը էներգետիկ մի համակարգի մեջ պետք է ներառվի եւ դրա համար ընդհանրապես ատոմակայանը ոչինչ պետք չի, բայց ակնհայտ է, որ ատոմակայանը Հայաստանի Հանրապետությանը, եթե ոչ այսօր, վաղը միսօր միշտ էլ հնարավորություն կտա հետազոտությունների այն մակարդակի մեջ դու մտնես, որով հայտ ներկայացնես ինչ որ ժամանակ հետո նաև դառնալ միջուկային տերություն, որտեվ ուրան ունես, փաստորեն, եթե ցենտրիֆուգներ ձեռք ես բերում, որ այդ խաղաղ ուրանը ինքը հարստացվի, այդ հարստացված ուրանը հենց ինքը միջուկային ռումբի նյութն է անհրաժեշտ։ Եթե ունես հրթիռների արտադրություն, ոնց որ Իրանը, օրինակ Իրանը ինչ ունի։ Իրանը հրթիռների արտադրություն ունի, ընդորում մեծ հեռահարության հրթիռների, ցենտրիֆուգներ ունի, որտեղ Միացյալ Նահանգները ամեն ինչ արեց, որ այդ ցենտրիֆուգներին հարվածի չեղավ, 80 մետր եւ ավելի խորության վրա են գտնում, ցենտրիֆուգները իրենք ուրանը հարստացնում են, մինչեւ 95% եթե հարստացնում ես, ինքը պլուտոնիում, այսինքն ռազմական ուրան է դառնում, որը արդեն տեխնոլոգիաները թույլ տալիս են, քանի որ դու հարստացման գործընթացում ես, թույլ տալիս են, որպեսզի ինքը արդեն հրթիռների վրա որպես միջուկային մարտագլխիկ տեղադրվի։ Հիմա այդպիսի երկիր սկզբունքորեն առաջին քայլը այն երկրներն են, ովքեր ատոմականներ ունեն։ Օրինակ Թուրքիայում 4 էներգաբլոկով թե 6 Ռուսաստանը իր գումարներով ատոմակայան է կառուցում։ Դա լրջագույն համագործակցություն է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Բայց այստեղ կա այլ ենթատեքստ, գիտեք որն է։ Դա միշտ մեր ընդդիմախոսները որպես դրոշ են բռնում, ասում են, տեսեք, ռուս-թուրքական ինչպիսի համագործակցություն, չէ, էներգետիկ ոլորտում։ Այո, Թուրքիան խնդիր ունի էներգիայի հետ կապված։ Բայց պատկերացրեք այդ 6 բլոկը ատոմակայանի, եթե տեխնիկական պատճառով վթարի է ենթարկվում, 6-ն էլ։
Դուք պատկասում եք Թուրքիա պետությունից ինչ կմնա։ Օրինակ տեսական օրին եմ ասում։ Չեռնոբիլը մենք գիտենք չէ՞ միջև անմարդաբնակ։ Այո։ Այսինքն ինչի համար եմ ասում, որ սա միջուկային զենքն ու ատոմականը երկսայրի սուր է։ Այսինքն մի կողմից քո պաշտպանվածությունն է ապահովում, եթե դու միջուկային զենք ունես։ Եթե ատոմական ունես, քեզ տալիս է էժան հոսանք, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս, որ դու ինչ որ ժամանակ հետո նաև փորձանես դառնալ միջուկային տերություն։ Ասենք օրինակ Հայաստանը ուրանի երկիր է, իդեպ ասեմ ձեզ։ Այդ մեր ոսկուհանքերի մեծ մասը նաև Գեղամա սարերում, այդ Քելբաջարով, Արցախով են, նրանք մեծամասամբ Զանգեզուրում կա հսկայական ոսկու եւ ուրանի հանքեր։ Հիմա այսինքն մենք ընդերք ունենք, ուրանը ընդ որում բավականաչափ շատ է Հայաստանում։ Ուրանը երկիր մոլորակի ես չգիտեմ 50, 100, 150 տարի հետո, եթե մոլորակը մնում է, ապա հոսանքի արտադրության նյութ է դառնում, փոխարինող գազին, նավթին, որոնց պաշարները սպառվում են։ Այսինքն ուրան ունես, ատոմական ունես, մասնագետներ ունես, սպասարկումը կա, մնում է ունենաս օրինակ ցենտրիֆուգներ, որովհետեւ դու այդ ուրանը հարստացնես։ Խաղաղ ուրանը, այո, դարձնես ռազմական ուրան։ Եվ եթե հրթիռների արտադրություն ունես, այդ տեխնոլոգիան արդեն քեզ թույլ տա, որ դու դառնաս միջուկային տերություն։ Այսինքն Հայաստանում ինչ որ ժամանակ, ինչ որ պահից հետո, եթե աշխարհակահական ինչ որ իրողություններ լինեն եւ Հայաստանի իշխանությունները նման խնդիր դնեն, զուտ տեսականություն եմ ասում։ Մենք դրա պոտենցիալը ունենք, բարձ եմ ասում, չէ՞, եւ իհարկե դա ոչ ցանկալի է ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, որտեղ նրանք Հայաստանի հետ կապված իրենք լրիվ այլ ծրագրեր ունեն, հա, որի մեջ չի մտնում, որ Հայաստանը կարող է դառնալ միջուկային տերություն։ Իդեպ ասեմ ձեզ, Հայաստանը կեղտոտռում կարող է ստեղծել, իդեպ ասեմ ձեզ, որտեղ այդ թափոնները մի ժամանակ, որ խորհրդային տարիներին, որ մենք ունենք, այդ թափոնները գիտեք ինչպես էին դուրս բերվում։ Ադրբեջանով, երկաթգծով։ Եվ այն երկաթգծով, որի վրա ծանր վագոններ կարող են նստել։ Օրինակ մենք Ռուսաստան երկաթգիծ ունենք, չէ՞ աշխատող։ Ահա։ Բայց այդ ռեսերը ինքը իր վրա այդ ծանր վագոնները թույլ չի տալիս։ Ծանր վագոններ, որով այդ հարստացված այդ թափոնները ուրանի որտի դուրս բերվեն, դուրս էր բերվում, ասենք մեզ մոտ գալիս էր դեպի Իջևան, Ղազախ, հա, մտնում էր Ադրբեջանով դեպի Ռուսաստան, այդպես էր տարվում։ Հետո 89-90 թվականներին, երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, այդ ճանապարհները փակվեցին։ Եվ առ այսօր մենք այդ հարստացված ուրանը մեր մոտ ինչ որ ասում հարստացված թափոնը պահում ենք։ Ընդորում պահում ենք միտեղ, որը իր մեջ նաև վտանգներ է, հա, ներառում այդ գերեզմանոցում, որտեղ որ պահում ենք, այդ Մասարացյան դաշտավայրի ստորգետնյա հոսող ջրեր կան եւ ինչքանով ինչ որ ժամանակ եւ այլն, այսինքն դա մեզ համար նաեւ գլխացավանքել է։ Թեև եթե դու տեխնոլոգիաներ ունենաս, ասենք իդեպ Ռուսաստանը, Չինաստանը հիմա այդ թափոնները վերամշակում են, իդեպ ասեմ ձեզ, բայց մենք ուղղակի չունենք այդ տեխնոլոգիաները, ասենք ռուսները կարող են տանել այդ թափոնները օգտագործել, էլի։ Հետաբար Հայաստանը այս կամ այն չափով առնչվում է այդ ոլորտին, որոշակի առումով եւ ատոմական եւ մասնագետներ եւ սպասարկում եւ ուրան ինչ որ բաներ էլեմենտներ ունենք, էլի, եթե ամբողջապես ինչ որ ժամանակ հետո թե մենք էլ ստորագրել ենք, մենք չենք միանում միջուկային զենքի տարածմանը։ Մենք մեր վրա պարտավորություն վերցել ենք Հայաստանը այդ արգելքի մեջ մտածել, էլի։ Բայց դե հիմա պետություններ կան մտածա արգելքի մեջ, վաղը չեմ իսուր ասում են դա արգելքից դուրս են գալիս։ Իհարկե այդ ժամանակ արդեն միջուկային զենք ստեղծել են նորեն ասում են, որ դուրս են գալիս։ Եվ վերջում փորձենք հասկանալ եկեղեցու շուրջ հիմա ինչ է կատարվում։ Մենք տեսանք, որ դատավորը, որին վստահված էր Վեհափար Հարապետի նկատմամբ այդ քրեական գործը, ինքնաբացարք հայտնեց։ Շատերը այսպես հերոսացրեցին այդ դատավորին, բայց հետաքրքիր էր պատճառաբանությունը, հա, ինքնաբացարկի։ Եվ որներ որ փաստաբանի հետ որոշակի ժամանակ առաջ առնչություն ա ունեցել։ Հա։ Սա, ինչպես ասում են, դա պատճառը չէր։ Գիտեք,
մարդու համար կան սահմաններ, որտեղ կարելի ու չի կարելի որոշակի գործողությունների արդյունքում մարդը հանդիպում է այդ սահմանին։ Կարելի է անել դա թե չի կարելի։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ այդ անձը հասկանում է, որ տիրոջ օցիալի վրա ապօրինի գործողություններ, կոնկրետ դատական գործընթաց, վճիռ կայացնել եւ այլն։ Ես չգիտեմ ինքը ինչքանով է հավատքի մեջ, բայց ամեն դեպքում մարդը աշխատել է ծառայող եղել նախ։ Ազգային անվտանգության ծառայություն, բավական իրազեկ է, քննչական, հետո իրապահ համակարգ։ Այսինքն մարդը պետական կառավարման համակարգի լուրջ ինստիտուտներում երկար ժամանակ ծառայություն է ունեցել։ Խոսքս այդ ինքնաբացարկ տված անձի մասն է։ Ես չեմ բացառում, որ մարդը մտածի, որ իսկապես եթե վճիռ կայացնի, իսկ եթե ինքը դատական գործընթաց տաներ, մեր մոտ դատարանները բոլորը ենթակային մեկ անձի կամքին։ Բայց այդ մեկ անձը կառավարության շենքում չի նստում։ Իսակով Պողոտայի վրա է նստում։ Խոսքս ես այդպես եմ գնահատում, Հայաստանում ամեն դեսպանն է, որի կամքը կատարում է կառավարության շենքում նստած անձը։ Հիմա եթե որոշված էր, որ պիտի վճիռը կայացվի, որտեվ Վեհափար Հայրապետը 6 եպիսկոպոսներ մեղադրել են, չէ՞, այդ գործով անցնում։ Իսկն իրենց վրա վճիռ կարող է կայացվի։ Դատավոր մտածում ես վճիռ կայացնելուց հետո իմ եւ իմ սերունդներին ինչ կլինի։ Իսկ մարդը մի քիչ հեռու է գնացել։ Թեև ինքը եթե ներքին քաջություն ունենար, օրինակ, ինքը կարող է դատական գործընթացը անել ու արդարացնել։ Պատկերացնում եք, չէ՞։ Օրինակ այդ մարդը սկզբունքորեն մեր երկրի պատմության մեջ իսկապես կհիշվեր իր քաջությամբ։ Սա իսկապես եզակի դեպք է, բայց ինքը կես քայլ արեց։ Ինքը պատասխանատվությունից խուսափեց։ Ասեց ես չեմ դատելու։ Իհարկե ժպիտ առաջացնում այդ, որ փաստաբանական ծառայություն չէ, սովորել է փաստաբանական ակադեմիայում եւ այլն, այդ դնում ենք ենկում։ Հիմա խնդիրը հետեւյալն է, եթե այս ամեն ինչին մենք նայում ենք մարդկային բանականությամբ, տրամաբանությամբ, ընկալումներով, մեր կենցաղվարությամբ եւ այլն, հա ինչ եղել, ասենք հիմա մի անձի նկատմամբ էլ թող վճիռ կայացնի ապօրինի։ Այսքան կայացրել են մարդիկ բանտերում են, մեկը պակաս ինչ է փոխում, բայց այդտեղ մի կարևոր գործոն կա։ Եվ այս գործոնն է, որ կարծում եմ դատավորներին, ես չեմ բացառում նաեւ այս դատավորին, որոշակի զսպաշապիկի մեջ է պահում։ Այդ գործոնը գիտեք որն է։ Վեհափար Հայրապետը օցիալ է, այսինքն ով հավատում է Աստծու գոյությանը եւ մի փոքր ավելի վերև, այսպես ասենք, հավատը աշճանը մի քիչ ներքև եւ գիտի, որ Աստված կա, այսինքն գիտելիքով է եկել, հա, դրան։ Սա նշանակում է, որ այդ մարդը հասկանում է, որ այն ապօրինությունը, որ Վեհափար Հայրապետի որպես Աստծո օցիալի անի, ինքը եւ իր սերունդները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ 1. Երկրորդ, որովհետեւ դատավոր չգիտի Վեհափար Հայրապետի նկատմամբ ապօրինի որոշում կայացնելը, ինչպես կգնահատվի երկիր մոլորակի վրա տարբեր գնահատականներ են 10 միլիոն հայություն, ասենք մեծամասամբ քրիստոնյաներ են, հա։ Այդ մարդկանց ընկալումներում եւ որոշումներում եւ գործողություններում ինչ գնահատական կտրվի, որից մեկը երաշխիք չունի, թե մարդկանց ուղեղներում այդ պահին ինչ մտքեր կպտտվեն, հասկանում եք, այսինքն սա մի կարմիր գիծ է, որը մարդկային կենսագործունեության կարմիր գիծը չի, դու արդեն մտնում ես մի դաշտ, որը քոնը չի, մտնում ես մի դաշտ, որտեղ առավել եւս հին կտակարանում, հին ուխտում օրինակներ կան շատ եւ դրա լավագույն օրինակը Սավուղի եւ Դավթի հայտնի պատմությունն է, որ օցիալի դեմ չի կարելի սուր բարձրացնել։ Անկամ Սավուղը Դավիթին, որ ուզում էր սպանել, իմանալով որ Դավիթ օցիալ է, Դավիթը, որը կարող էր պատասխան հարվածը տալ եւ սպանել Սավուղին, չկպավ։ Սավուղի նկատմամբ իր զինակիցներից մեկը ապօրինի գործողություն արեց։ Դավիթը պատժեց այդ անձին, ասեց դու ով ես, որ Աստծո օցիալի նկատմամբ կեցվածք ես դրսևորում։ Բարձր ասում, եւ սա հեքիաթներ չի։ Նրանք, ովքեր որ Աստվածաշունչը Գյուլնաստատի հեքիաթ չեն դիտում եւ հավատում են, հա, ապա այս ամեն ինչի նկատմամբ պետք է ունենան բավականին զուսպ, զգոն եւ ճիշտ գնահատված ուրեմն կեցվածք։ Ես կարծում եմ այդ դատավորը ով ինքնաբացար տվեց, այդ կեցվածքի մեջ եղել։ Հիմա մյուսի վերաբերյալ չեմ կարող ասել։ Բայց ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ ինքը պետք է վստահաբար գնահատի, որ
իրենց ապօրինի քայլով իրենք ձեռնոց են նետում Աստծուն, վստահաբար, որտեղ Աստծու որոշումով անձի նկատմամբ գործողություններ են սկսում, աշճանա զրկելով այդ անձին, այսինքն Աստված օծություն է տալիս եւ մարդը իրեն իրավունք է վերապահում այդ օծությունը չեղարկել։ Սա յուրաքանչյուրը թող իմանա։ Մեկ, սա մի կողմից եւ երկրորդ, իրենք չգիտեն մեր եկեղեցու հավատավոր եւ նվիրյալ զավակների կեցվածքը ինչպեսին կլինի այդ քայլերից հետո։ Դա որից է տրամաբանությամբ եւ հաշվարկի մեջ չի տեղավորվում։ Այո, կարծում եմ այսքանը։ Եվ թող յուրաքանչյուրը մտածի ցանկացած դատավոր եւ դատախազ այդ ապօրինությունների հետևանքների մասին, անձնապես իրենց ապագա սերունդների համար։ Եվ թերևս այս կարևոր դիտարկմամբ հավարտանք այսօրվա թողարկումը, սիրելի ընկերներ, Անտիֆեկի եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն էր, ձեզ հետ էին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Անտիֆեկի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։